ոչ այս կադրերում գետ չէ, ոչ էլ լիճ։ Վանաձորում քաղաքացիներից մեկին պատկանող երկաթի ընդունման հանձնման կետն է, որն անցել է ջրի տակ։ Ըստ տուժողի, Փամբակ գետի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելու հետևանքով է գետը դուրս եկել ափերից ու լցվել իրեն պատկանող տարածք։ Հիմա սեփականատերը կամ հաճախորդը այդ տարածք հասնելու համար ստիպված է տեղաշարժվել տրակտորով, ինչպես մեր նկարահանող խումբը։ Մեկ տարի առաջ բնապահպանության և ընդերքի վարչությունից եկել են արձանագրել խախտումներն ու դրանք փոխանցել ՔԿ։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, բայց մեղադրյալներ չկան, վկաներ չեն հարցաքննվել։ Էս Փարիզն է։ Փարիզից են կոմենտորը։ Հա։ Այդ ով արդեն լիցքա։ Այդ գետի վրա։ Գետի վրա է։ Ուրեմն 4 մետր իրանք sense մաքրեցին յանի։ Գետի հունը փոխելու հետևանքով ջուր է լցվել նաև այլ արտադրական տարածքներ։ Սեփականատերը դիմել է իրավապահներին ու փորձագետներին։ Փորձագիտական եզրակացությունը հաստատել է վնասները, սակայն այս դեպքով ևս քրեական վարույթը առաջ չի գնում։ Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով տեղի ունեցողն աղետ է։ Հնարավոր է, որ լուրջ բնապահպանական խնդիրներ առաջացնի հենց այդ տարածքում, որտեղ այդտեղ կա կենսաբազմազանություն, այդտեղ կան ուրեմն մանր միջատներ, այդտեղ կան ջրային կենդանիներ, որոնք այդ շրջապատում հենց կազմում են գետի էկոհամակարգը։ Այսինքն փոխել հունը, աղբ լցնել գետի վրա, դա մի անթույլատրելի բան է։ Խնդիրը սակայն միայն բնապահպանական աղետի մասին չէ։ Փամբակը միախառնվում է դեպ այդ գետին, ուստի Փամբակի հոսքը փոխելու կամ այն չորացնելու դեպքում առատ տեղումների հետևանքով կարող են լինել հեղեղումներ, ինչպես տարիներ առաջ։ Այդ դեպքում պետք է ստուգել պետական մարմնի բնապահպանական դիմել, որպեսզի ստուգեն տվյալ կազմակերպության, ով որ զբաղվում է այդ գետի հունի փոփոխությամբ, տվյալ կազմակերպության փաստաթղթերը, նրանց թույլտվությունները, շրջակա միջավայրի փորձաքննություն անցել են թե ոչ, ինչ կարգի գործունեություն են ծավալել, այս ամեն ինչը պիտի ուսումնասիրվի։ Մեր նկարահանող խմբի այցելության ժամանակ որոշ շինարարական աշխատանքներ դեռ իրականացվում էին։ Փամբակ գետի հունը փոխելու, գետի մեջ շինարարական աղբ ավազ լցնելու հետևանքով տուժած քաղաքացու խոսքով այդ աշխատանքներն իրականացնում է Դասնեֆտ ընկերությունը, որն արդեն հասցրել է գետի վերևում կառուցել սննդի կետ, բենզալցակայան և լվային քթ։ Հիմա պետռեգիստրի միջոցով փորձենք գտնել ընկերության սեփականատիրոջը։ Դասնեֆտ ընկերության որոնման արդյունքում Արդարադատության նախարարության կայքում Ռիմա Ղազարյան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է հայտնվում որպես սեփականատեր։ Ընկերությունը հիմնվել է 2019 թվականին, տնօրենն է Արթուր Աբրահամյանը, ում հետ ես արդեն խոսել եմ։ Լսենք տնօրենի մեկնաբանությունը։ Բենզալցական այդ ամեն ինչը կա, բայց սա ասածը հակառակ բան է։ Դա մերը չի սենց ասել։ Դրանց բենզալցականը կա, գիտեմ ինչի մասին է խոսում, բայց մերը չի, այդ առաջինը եւ երկրորդը ջուրը այն մի կողմը չէ, լցվել դա ներքևներ։ Հիմա կարող է գործում, բայց ուրիշինն է, լավ, սենց ասել, մեկ այլ մարդ է վերցրել, մերը։ Նույն անվան տակ մեկ այլ մարդ գործածում է, հա։ Նույն անվան տակ անուններ չկա, Դասնեֆտ անունը գրած, չէ, իսկապես այդպես է գրած, դաս։ Եթե հենց իմ անդեղ անցնելուց լինեք կամ հենց իմ Բայց ուրբաթ եմ անցել այդ կողմով եւ դասից ասում եմ Ես կարող եմ ձեզ ուղարկել կադրերը։ Թեպետ մեր տեսախցիկը ֆիքսել է ընկերության անունը եւ դեռ շարունակվող շինարարական աշխատանքները, ընկերության տնօրենը հերքեց մեր ֆիքսած կադրերը։ Իդեպ 2022 թվականին 4.3 կիլոմետրանոց ճանապարհի հիմնանորոգման նպատակով 517 միլիոն դրամի պայմանագիր է կնքվել Ռ. Ղազարյան ՍՊ-ի հետ։ Հետքլրատվականի տվյալներով նորոգման աշխատանքների ընթացքում գյուղացիները մի շարք թերություններ են նկատել եւ պետական կառույցներից պահանջել են պատշաճ վերահսկողություն իրականացնել։ Մինչ ասֆալտապատումը հողային աշխատանքների ժամանակ գյուղացիներն արձանագրել էին, որ գրունտի փոխարեն ճանապարհի վրա հողային զանգված է լցվել։ Ասֆալտապատումից հետո ճանապարհի որոշ հատվածներում ճաքեր են առաջացել, որոնց հետևանքով քանդվել է ասֆալտը։ Հետագայում ճանապարհին կարկատաններ են հայտնվել։ Ռիմա Ղազարյանը ՍՊ-ի միակ բաժնետերն է Վանաձոր բժշկական կենտրոնի նախկին աշխատակից։ Վանաձորի նախկին երկարամյա քաղաքապետ Սամվել Դարփինյանի եղբորորդու կինն է։ Լոռու մարզպետարանից փորձեցինք պարզել, թե ովքեր են ստեղծված իրավիճակի պատասխանատուները, հորդորեցին դիմել գրավոր հարցմամբ։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչությունում հարուցվել է վարչական վարույթ։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։